Աստված շատ օրհնի ձեզ, այն պատգամը, որ կա իմ սրտի մեջ, մոտավոր 3 շաբաթ առաջ աղոթքիս մեջ է Տերը տվել, մի իրավիճակի հետ կապված, որ ուղղակի աղոթք է անում ու Աստված իմ սրտի հետ խոսած, ու երբ որ այդ հատվածը, այդ ինչ որ Տերը ինձ ասեց, ես միանգամից իմ մոտ գրի առա ու ես հավատում եմ, եթե մենք սրանց մեջ քայլենք, հավատում եմ մեր կյանքը կփոխվի, որովհետև այն ինչ որ ասում եմ, ես համարձակ ասում եմ, ես ուղղակի չեմ նստել մտածել, իմ աղոթքի մեջ 3 շաբաթ առաջ ուղղակի Տերը իմ սրտին խոսած, ու ես հավատում եմ, որ Աստված ուզում է, որ մեր կյանքի ամեն ակնթարթը, ամեն օրը ուզում է, որ փոխվի, դրա համար կարիք կա, որ մենք լսենք Տիրոջը, թե Տերը ինչ է ասում, ու մի բան, որ աղոթքիս մեջ ասում էի Տեր, ուզում եմ հասկանամ, մի մարդու հետ կապված ուղղակի աղոթում եմ, լավ, ինչն է պատճառը, կամ ինչը կարա պատճառ դառնա, որ մարդը ուղղակի չփոխվի, ուղղակի տարիներով գա եկեղեցի ու գնա ու իր կյանքը նույնը մնա, ինքը առաջընթաց չունենա, իր կյանքի մեջ ոնց որ աղբերս ասեց, վարմունքի մեջ, նիստուկացի մեջ փոփոխություններ չկա, ինչը կարա պատճառ դառնա, ու հետաքրքիր է Տերը մի բան ուղղակի իմ սրտի մեջ խոսում էր, սա էր, այն ինչ որ տեսնում եք, այն ինչ որ լսում եք եւ այն ինչ որ մտածում ու խոսում եք, ձևավորելու է ձեր էությունը։ Գիտեք, երբ որ այս 4 բաների մասին եմ այսօր խոսալու ու իմ պատգամի վերնագիրը դրել եմ դու դուռ ես ու այդ դռնով լիքը բաներ կարա մտնի ու այն ինչը որ մենք այսօր մեր անձնական կյանքի մեջ ամենօրյա կտրվածքով մենք ապրում ենք ձևավորելու է թե ինչպիսի մեկն ենք լինելու Աստծո առաջ որովհետև մենք ամեն օր լիքը բաներ տեսնում ենք լիքը բաներ լսում ենք լիքը բաներ մենք մտածում ենք ու շատ բաներ մենք խոսում ենք ու եթե այս 4 ոլորտի մեջ դու ամեն օր ուշադիր լինես թե ինչ ես խոսում ինչ ես լսում ու ինչի մասին ես շատ մտածում ու ինչքան ես դու խոսում ու ինչեր ես խոսում ուզես թե չուզես դրանք ձևավորելու են քո էությունը թե ինչպիսի մեկն ես լինելու դրա համար ուզում եմ իմ պատգամը սկսեմ Սաղմոս 24-րդ գլխի 7-րդ համարից Ով դռներ գլուխներդ վեր վերցրեք ու վերցրեք ով հավիտենական դռներ որպեսզի փառած թագավորը մտնի ով է այս փառած թագավորը կարող ու զորեղ Տերը պատերազմի մեջ հզոր Տերը ով դռներ գլուխներդ վեր վերցրեք եւ վերցրեք ով հավիտենական դռներ որպեսզի փառած թագավորը մտնի ով է այս փառած թագավորը զորքերի Տերը ինքն է փառած թագավորը դու ես դուռն ես որ Տերը ուզում է ուղղակի քեզանով մտնի Տերը ուզում է որ այդ փառած թագավորը քեզանով ներս մտնի ու քեզանով մտնելով թե քո կյանքը փոխվի ու թե այն մարդկանց կյանքը ում հետ որ դու կշփվես բայց եկեք անկեղծ նայենք մեր անձնական կյանքին դու ինքդ քեզ նայի քո ներսում քո չգիտեմ այն որ դու մենակ ես ինչ ես մտածում ինչ է քո ականջը լսում ու ինչ է քո աչքերը տեսնում ինչ ես խոսում քո բերանով դրանք դռներ են որ ուղղակի դրանք բացվելով լիքը բաներ կարա լցնի մեր կյանքը ինչը որ մտածես ես միշտ ասում եմ սիրտ տանող ճանապարհը անցնում է մարդու մտքով ինչ որ մտածես ընկնելու է սրտիդ մեջ ու պտուղ է տալու մենք ինչ ենք լսում հələ եկեք ուղղակի մի հատ մտածենք էլի մեր անձնական կյանքի մեջ ինչ ենք շատ լսում Աստծո խոսք ենք լսում բամբասանք ենք լսում չգիտեմ օրվա լրահոսից ինչ ասես լսում ենք ինչ ենք մենք լսում կամ ինչ է մեր աչքերը տեսնում մի քանի բաներ ուզում եմ ես լսելու տեսնելու այս բաների վրա ուղղակի խոսենք Մարկոսի ավետարանի մեջ 4-րդ գլխում Հիսուսը ասում էր 24-րդ համարում Եվ հետո ասեց նրանց. նայեցեք
ինչ եք լսում։ Ինչ չափով, որ դուք կչափեք, նույն չափով պիտի չափվի ձեզի։ Եվ ձեզի, որ կլսեք, պիտի ավելանա, որովհետև ով որ ունի նրան պիտի տրվի, եւ ով որ չունի ունեցածն էլ նրանից պիտի առնվի։ Նայեցեք, ինչ եք լսում։ Որտեւ քո լսելուց է կախված, քո մեջ ինչ է ավելանալու։ Ինչ որ լսեցիր, դա էլ քո կյանքի մեջ ավելանալու է։ Ու մենք պետք է ֆիլտրացնենք այս աշխարհի մեջ ապրելով, ես ինչ եմ լսում, ինչի համար եմ բացվում ես։ Գիտեք, մենք շատ անգամ աշխատանքի բերումով, հասարակության մեջ շատերի հետ շփման ժամանակ, գուցե շատերս փողզիչման ենք գնում ու չենք ուզում, չգիտեմ, մարդուն, չգիտեմ, վիրավորելու համար կամ որ դիմացինը վատ չզգա, մարդը եկել է իր սիրտը դատարկում ու շատ վատ բաներ է խոսում։ Գիտեք, մենք շատ անգամ չենք ասում մի րոպե։ Ես հիշում եմ տարիներ առաջ իմ աշխատանքի վայրում երկու հոգի իրար հետ խոսում էին։ Իմանալով, որ ես հոգևոր եմ, մի թեմա էին խոսում, իրանք իմ հետ չէին խոսում, իրար հետ էին խոսում։ Բայց հետաքրքիր էր այդ ժամանակ Սուրբ Հոգին ինձ ասեց, իրանք իրար հետ են խոսում, բայց քո սիրտն է լցնում։ Վեր կաց ու իրանց մոտից գնա։ Գիտեք, մեր կյանքում մենք այնքան ուշադիր պետք է լինենք, ինչ ենք մենք լսում։ Արդյոք մենք այս ոլորտի մեջ արթուն ենք։ Թե հայելի, ինչ արնում որ։ Հիսուս ինքը ասում էր, հատուկ զգուշացնում էր, նայեցեք, տեսեք, թե ինչ եք լսում։ Որտեվ դրանից հետո է, որ ասում է, նայեցեք, տեսեք ինչ եք լսում, ինչ չափով, որ դուք կչափեք, նույն չափով պիտի չափվի ձեզի, եւ ձեզի, որ կլսեք, կավելանա։ Ինչով ես ուզում ավելանա քո ներսը։ Ինչ ավելանա մեր ներսում։ Գիտեք, այն որ Մեսրոպը որ խոսեց վարմունքի մասին, այն ինչ որ կավելանա, վարմունքդ դա էլ կլինի։ Եթե ուզում ես վարմունքդ, չգիտեմ, ապրելակերպդ որպես հոգևոր կերտվի, ուրեմն պետք է նայես ինչ ես լսում։ Ես էլի կանրադառնամ սրան։ Երկրորդ բաժինը, որ ուզում եմ Ղուկաս 8:18-ի մեջ էլ Հիսուսն ասում էր, նայեցեք տեսեք ինչպես եք լսում։ Նայեցեք տեսեք ինչ եք լսում, նաև ինչպես եք լսում։ Ես հավատում եմ, ես ինչպես լսելը նկատի ունի խոսքը, Աստծո խոսքը, ինչպես ենք լսում։ Ուղղակի հենց այնպես լսում ենք, թե ամբողջությամբ մենք կենտրոնացած ենք խոսքի վրա։ Իմիջայլոց ենք լսում, թե իրականում մենք ամեն մեր ուշադրությունը կենտրոնացած խոսքի վրա լսում ենք։ Ուզում եմ նորից շեշտեմ էսի։ Ոչ թե շեշտում եմ, որ դուք չեք հասկանում, այլ ուզում եմ, որ մեր լսելիքից գնա ընկնի մեր սրտի մեջ։ Նայեցեք, տեսեք ինչ եք լսում, նայեցեք, տեսեք ինչպես եք լսում։ Սրանք տարբեր բաներ են։ Ու Հիսուս ինքն է մեզի հուշում, տես ինչ ես լսում, բայց խոսքը լսելու ժամանակ տես ինչպես ես լսում։ Երկրորդը, որ ուզում եմ ասեմ, Փիլիպպեցիս 4:8-ը իմ ամենասիրած համարներից մեկը, որտեղ տարիներ առաջ Աստված ուղղակի այս խոսքի հայտնությունը ինձ տվեց։ Ինչ ասում, վերջապես եղբայրներ։ Արարատի թարգմանության մեջ ասում է այսուհետև եղբայրներ։ Ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ պարկեշտությունով, ինչ որ արդարությունով, ինչ որ մաքրությունով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբավով, ինչ առաքինություն եւ ինչ գովություն որ կա, նրանց մասին խորհեցեք։ Ինչ որ սովորեցիք ու առաք, լսեցիք ու տեսաք իմ վրա, այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեր հետ պիտի լինի։ Ես հավատում եմ, որ բոլորս, ովքեր որ հիմա այս վայրի մեջ են, ուզում են, որ խաղաղության Աստվածը իր հետ լինի։ Բայց կա սկզբունք։ Ինչ ենք մտածում։ Այն ինչ որ ճշմարիտ է, այն ինչ որ սուրբ է, այն ինչ որ մաքուր է, դրանք ենք մտածում, թե բաներ կա, որ մենք մտածում ենք, որ կարա ուղղակի խանգարի, որ խաղաղության Աստվածը մեր հետ լինի։
Պողոս ինքը իր կյանքի օրինակով ստեղ ասում է, այն ինչ որ ին վրա տեսաք ու սովորեցիք ու լսեցիք, դրա մեջ մնացեք ու խաղաղության Աստվածը ձեր հետ կլինի։ Ինչ ենք մենք տեսնում, ինչ ենք մենք լսում ու ինչ ենք մենք ամեն անգամ ստեղից սովորում։ Արդյոք մենք դրանց մեջ ենք մնում։ Ինչի մեջ սովորեցիր, լսեցիր, մտածեցիր, խոսացիր, դրանք ձևավորելու են քո էությունը, թե վաղը ով ես դառնալու։ Գիտեք, մենք հազար ներողություն, եթե իմ խոսքերի մեջ սուր բաներ լինի։ Չլինի, թե մենք այնքան վարպետորեն թաքցնենք մեր իրական էությունը ու մարդիկ մենակ մեր դրական ու լավ կողմերը տեսնեն։ Ժողովուրդ, ինչ ուզում եք արեք։ Տերը կենդանի է ու խոսքը ասում է իրանից ոչ ոք ոչ մի բանի մեջ չի կարող ծածկվի։ Մենք չենք ապրում մարդու առաջ։ Մենք չենք ապրում մեկս մյուսի առաջ, ինչ որ մարդկանց հաճեցնելու մեր լավագույն կողմերը ցույց տալու։ Ես հավատում եմ, մենք պետք է ապրենք Տիրոջ առաջ ու սա է ամենաարժեքավորը։ Թե չէ ինչքան ուզում ես մարդկանց առաջ լավ երևա։ Քո բարի համբավը թող բարձրանա, բայց պատկերացնում եք վերջում Տերն ասի ես քեզ չեմ ճանաչում։ Արժեք կար այդքան տարի երկրի վրա բարի համբավի մեջ ապրել, բայց Տերն ասի չգիտեմ ով ես դու։ Երբեք չեմ տեսել քեզ իմ երեսի առաջ։ Երբեք չեմ տեսել իմ խոսքի նկատմամբ ուշադրություն դարձնես։ Ինչ ենք մենք մտածում։ Այն ինչ որ բարի է, ճշմարիտ է, սուրբ է, արդար է, թե բաներ կա, որ մեր օրվա մեծ մասը գրավում է մեր մտքերի մեջ։ Ինչի մասին ենք մտածում։ Արդյոք թույլ ենք տալի, որ Աստծո խոսքը լինի մեր մտածմունքը։ Ոչ միայն Աստծո խոսքը, նաև այն բաները, ինչը որ մաքուր է, ինչը որ Տիրոջը հաճելի է։ Մեր արտավազդ աղբերներ, հիշում եմ տարիներ առաջ էր ասում, չնայած այդ միտքը շատ է ասում արտավազդ աղբերը, որ պատկերացնում եք մեր միտքը, այն ինչ որ մտածում ենք, էկրանի վրա երևա։ Պատկերացնում եք ինչ կկատարվի։ Բայց հələ եկեք այս մյուս տեսանկյունից նայենք։ Պատկերացրու մենք մտածում ենք այն ինչ որ ճշմարիտ է, այն ինչ որ մաքուր է, ինչ որ սուրբ է, ու դրանք երևա։ Ինչ զգացողություն կունենաս դու։ Ես հավատում եմ մենք կուրախանանք։ Ես հավատում մեզանց ամեն մեկը համարձակ կլինի։ Բայց ինչ է մտածում շատ անգամ մեր միտքը։ Ինչի մասին ենք մենք մտածում։ Հռոմեացիս 12:3-ն ասում է արժան եղածը մտածելուց ավել բան մի մտածի։ Այն ինչը որ արժանի է։ Հələ եկեք մտածենք, էլի, գնանք նորից մեր ծածուկ անկյունները, մեր ծածուկ սենյակը, չգիտեմ, մեր մտքերի մեջ, առօրյա կյանքի մեջ, այն ինչ որ մենք մտածում ենք, արժան եղածն է, թե բաներ կա, որ իրոք Աստծո աչքերով որ նայես արժանի չի, համարժեք չի, հոգևորին վայել չի, Աստծո մարդուն, չգիտեմ, վայել չի, որ այդ ձևի բան մտածի։ Ինչ է մտածում մեր միտքը։ Մեսրոպի պատգամի մեջ մի հատ համար կար, որ իմ մոտ էլ է այդ համարը գրած։ Ուզում այդ համարը մի հատ իրար հետ թեկուզ կարդացել ենք, բայց մի հատ էլ կարդանք, էլի։ Ժողովող 5-րդ գլուխ 6-րդ համարը։ Թույլ մի տուր, որ քո բերանդ մարմնիդ մեղք գործել տա։ Եվ հրեշտակի առջև մի ասա, թե սխալ եղավ։ Ինչու Աստված քո խոսքիդ համար բարկանա ու ձեռքերիդ գործը ավիրի։ Թույլ մի տուր, որ քո բերանդ մարմնիդ մեղք գործել տա։ Մեր բերանը, մեր մարմնին ինչքան մեղք գործել է տալիս։ Գիտեք, մեր բերանից դուրս եկած խոսքը շատ անգամ անզգուշության հետևանք է լինում։ Մենք բաներ ենք ասում, շատ ծանոթ բան եմ ասում, մենք բաներ ենք ասում, հետո ենք մտածում, բայց այս բանը չպետք է ասեի։ Ու հետո մենք ընկնում ենք խնդիրների մեջ։ Ասում է թույլ մի տուր, այսինքն ուշադիր ելի, զգուշ եղի։ Ամբողջ Հակոբոս 3-րդ գլուխը
Սուրբ Հոգին նվիրել է մեր լեզվի, մեր բերանից դուրս եկած խոսքերի, թե մենք ինչ ենք խոսում։ Ինչ է դուրս գալի մեր բերանից։ Գիտեք, տարիներ առաջ մի հատ իրավիճակ եղավ, մեկի հետ կապված, մեկը մի բան էր նախաձեռնել անելու, ու հանկարծ այդ ով որ նախաձեռնել էր ինչ-որ մի բան անել, հոգևոր մարդ էր։ Կողքից մեկը գալիս է ասում է դու չես կարա։ Քո մոտ չի ստացվի։ Հələ դու քեզ նայի, քո կարողությանը նայի, դու չես կարա։ Ու հանկարծ այդ մարդուն մեկը մոտենում է ասում է լսի, այն ինչ որ նախաձեռնել ես անելու, խորտ կտամ հոգևորներից մեկ ուրիշին մոտեցի, որը ավելի, ոնց ասեմ, քաջալերող է ինքը։ Մոտենում է այդ մարդուն ասում է, ես բան եմ պլանավորել որ անեմ, ինչ կարծիք ես կստացվի իմ մոտ, ու այս մարդն ասում է, ոչ չի ստացվի։ Աստծո հոգին քո վրա է։ Աստծո շնորհքը քո վրա է։ Դու կարաս Աստծո շնորհքով հաղթես ու առաջ գնաս։ Ու այդ մարդու տրամադրությունը փոխում, այդ մարդը ով իրան խորհուրդ է տալիս հələ այս մյուսին ասա։ Ասում է ինչ սովորեցիր սրանից։ Ինքը իրան ասում է սովորեցի այն, որ պետքա լսեմ այն մարդուց, ով որ ինձ բարձրացնել գիտի։ Ուզում ես խոսքի մեջ մի բան ասեմ, ժողովուրդ, մենք մեր բերանով մեր դիմացինին ջարդում ենք, թե բարձրացնում ենք։ Ավիրում ենք, թե կառուցում ենք այս մարդու կյանքը։ Հոբի գրքի մեջ Հոբը իր անկերներին ասում էր, եթե ես ձեր փոխարեն լինեի, Հոբ 16:4 ասում է իմ խոսքովս ձեզ կզորացնեի։ Իր անկերները իր ծանր վիճակի մեջ եկել էին մթամթե մխիթարելու։ Եկան ավիրեցին այդ մարդուն ավելի շատ, բայց Հոբը ինչ էր ասում, եթե ես ձեր փոխարեն լինեի, իմ բերանովս ձեզ կզորացնեի։ Եկեք մի հատ ուշադիր նայենք, մենք մեր բերանով մեր դիմացինի զորացնում ենք, թե ինչ ենք անում մենք։ Մեր բերանից դուրս եկած խոսքերը շատ անգամ անդրադառնում են մեր կյանքի մեջ ու բուն են դնում մեր ներսում։ Առակացի մեջ գիտեք ինչ է ասում։ Ուրեմն Առակաց 12:14-ի մեջ ասում է ձեր բերանի խոսքերից ձեր փորը կկշտանա։ Ինչ որ բերանիցը դուրս գա, դու էդ էլ դառնալու ես։ Քո կյանքի մեջ հենց էդ էլ անդրադառնալու է։ Ինչպես ենք մենք քայլում Աստծո առաջ։ Մեր բերանից դուրս եկած խոսքերին ուշադրություն դարձնում ենք, թե չէ։ Մանավանդ այս դարում մենք այնքան ինֆորմացիա գալիս մեր մեջ։ Մենք ինչ ասես սպայտակ, օրինակ մեկը պատմություն է պատմում։ Մի ծանոթ բան ասեմ։ Պատմությունը ինչպես որ եղել է, մարդը շատ լավ գիտի, բայց չգիտես խի մարդը որոշել է մի քիչ ճոխացնի, կողից ավելացնի, սիրունացնի, ավելի ազդեցիկ դարձնի։ Ինչ է էսի, եթե ոչ սուտ։ Մենք շատ անգամ մտածում ենք, եթե մի երկու բան ես ավելացնեմ, այս մարդը ասենք, չգիտեմ, էլի, ինչ որ պատմել էր, ավելի սիրուն կհնչի։ Բայց ես մտածում եմ, այն ամենապարզը Աստծուն ավելի հաճելի է, քան թե մի քիչ որ ես կճոխացնեմ։ Հիսուսը ինքը Ղուկասի ավետարանի մեջ 6:45 համարի մեջ ասում է մարդու բերանը խոսում է սրտի ավելցուկից։ Ինչ որ մեր ներսը լցվելու է, մեր բերանը հետ էլ խոսալու է։ Բայց ոնց որ այն ամենասկզբից ասացի, ժողովուրդ մենք դուռ ենք, մեր աչքերն էլ դուռ, մեր ականջներն էլ դուռ, մեր բերաններ, մեր միտքն էլ դուռ են սրանք։ Սրանով գալիս ու լցվում է մեր կյանքի մեջ։ Առաջի Կորինթացիս 3:18-ի մեջ ինչ է ասում։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք։ Հարց է տալիս, չգիտեք։ Եթե կանգնենք չշարունակենք, այս հարցին պատասխանենք։ Տեր, գիտեմ։ Ու հետո ինչ ասում։
Եկեք կարդամ։ Երեք 16-ի։ Չգիտեք, թե Աստծո տաճար եք դուք, եւ Աստծո հոգին ձեր մեջ կբնակվի։ Այստեղ մի պահ կանգնենք ու մտածենք, Տեր գիտեմ։ Տեր, ես գիտեմ, որ ես քո տաճարն եմ, որ քո Սուրբ հոգին իմ մեջ է բնակվում։ Ու մեկ էլ տեսնում ես, Տերը շարունակում է ուրիշ ձև։ Եթե մեկը Աստծո տաճարը ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որտեղ Աստծո տաճարը սուրբ է եւ դուք եք այդ տաճարը։ Եթե մեկը ապականի։ Շուտ ինքներս մենք կարում ենք ապականենք այդ տաճարը։ Ինչով ենք մենք լցվում։ Որպես դուռ մենք պետքա բացվենք մենակ Տիրոջ համար։ Բայց եթե անկեղծ լինենք, ինչքան ենք մենք մեր դռները օտար բաների համար էլ բացում։ Դրա համար էլ մեր ներսում բաներ է կատարվում, մարդը գալիս է եկեղեցի ու տենց գնում է։ Ու իր մեջ հոգևոր ոչ մի բան չի ավելան, որտեղ զգուշություն չի անում, ինչ եմ լսում, ինչ եմ տեսնում։ Մանավանդ այս դարի մեջ ժորդ այսօրվա հեռուստացույցը, այսօրվա ինտերնետը, այս հեռախոսը, որ մարդը ամեն օր իր գրպանում, իր ձեռքի մեջ, ամեն օր սրա մեջ է, այն ինչ որ տենալու է սրա մեջ, ձևավորելու է իր էությունը։ Ինչ ենք մենք նայում հեռախոսի մեջ։ Ինտերնետից մենք ինչ ենք նայում։ Այսօր հեռուստացույցից մենք ինչ ենք նայում։ Ինչ ենք նայում մենք։ Ինչ որ դու նայեցիր, դու դա էլ ձևավորելու է, քո ներսը դա կերտվելու է։ Ուզես թե չուզես տենց է։ Շատերը մտածում են, հա, որ նայեցի ինչ արնելու որ։ Հետո մարդիկ չեն կարող մեղքից ազատվեն։ Որովհետև ընդեղ այն ինչ որ ստեղ լսում է, այդ թվում է շարունակում է իր սովորության համաձայն նայել, լսել, չգիտեմ ինչ անել, ստեղի խոսքը որ լսել է, այնտեղ խեղդվում է։ Այնտեղ պատուղ չի տալիս, քանդվում է այնտեղ, ազդեցությունը կորում է։ Մարդը ստե 2 ժամ նստում է, ոգևորվում է, լցվում է, որոշում է կայացնում, աղոթում է, Տեր, վсё, ես այսօրվանից իմ կյանքը փոխում եմ, հասնում է տեն, տեղ իր տուն, այդ սովորությունը շարունակում է անել, ու մեկ էլ տենում է, որ իր ներսը չի, ինչ անում է, չի փոխվում։ Համար մարդիկ մնում են մեղքի մեջ, մարդիկ մնում են իրանց վատ սովորությունների մեջ, բայց ես հավատում եմ։ Գիտեք, մենք մի թշնամի չունենք, մենք 2 թշնամի ունենք։ Առաջինը գիտենք, չէ՞ ով է։ Առաջինը սատանան, լավ։ Բայց մեր մեծագույն թշնամին ինքներս մենք ենք։ Եթե դու ինքդ քեզ հաղթես, սատանան հավատացեք, հաղթել եք իրան։ Որովհետև ինքը քո թուլություններից է բռնվելու։ Որտեւ ինքը գիտի, մի հատ Աստծո մարդ էր, ասում էր, սատանան մինչև մարդուն կգցի, ինքը շատ համբերատար, գուցե տարիներով ուսումնասիրի այդ մարդու բոլոր թույլ տեղերը, իր բոլոր սովորությունները, թե ինչ ունի ինքը։ Ու երբ որ ինքը բացահայտում է, սկսում է մեղմ աշխատել այդ մարդու հետ։ Գիտեք, եթե ինքներս մեզ հաղթենք ամեն օր, ես հավատում եմ, սատանան չի կարա հասնի մեզ։ Եթե դու բնակվես Տիրոջ ներկայության մեջ, եթե դու քո լսելիքը տաս ճիշտ բաների, եթե քո միտքը տաս ճիշտ բաներ մտածելու, եթե դու նայես ճիշտ բաներ, մաքուր բաներ, եթե քո բերանը խոսա դիմացինի զորացնելու համար, ինչ կլինի մեր կյանքը։ Ես հավատում եմ, մենք համապատասխան զորությունով կլցվենք։ Մենք թույլ կտանք, որ Տերը ուղակի մտնի մեր կյանքի մեջ։ Մենք Տիրոջը ասում ենք, Տեր, արի մեր կյանքի մեջ, բայց տեղ չկա, որ գա։ Հիմա այս բաժակը լիքն է, ժողովուրդ ջան։ Ես այս բաժակն եմ մեջի պարունակությունով։ Եթե Տիրոջն ասում, Տեր, լցրու, տեղ չկա, որտե պետքա լցնի։ Որպեսզի լցնի, ես պետքա դատարկվեմ։ Ու դատարկվելու համար ես հավատում եմ, մեր սովորություններին հակառակ պետք է սկսենք ապրել, որպեսզի այդ բացասականը մեր մեջ դատարկվի ու Տիրոջից գա այն լեցունությունը, որ ինքը ուզում է լցնի։ Հավատում եք, որ Տերը ավելի շատ է ուզում մեզ իրանով լցնի, քան որ մենք ենք ուզում։ Բայց ժողովուրդ ջան, դրա համար կա սկզբունք։ Ինչին եմ ժամանակ տալիս։
Քո ժամանակի մեծ մասը ինչի վրա է գնում։ Ես ժամանակի կառավարման թեմայի մեջ շատ եմ այս միտքը ասում։ Չկա մեկը երկրագնդի վրա մի հոգի, որ Տեր իրան տվել է 26 ժամ։ Բոլորիս տվել է 24 ժամ։ Ու Տերը գիտի, որ 24 ժամը քո համար օրվա մեջ հերիք է, որ դու ապրես իր համար։ Ուղղակի դու պետք է պլանավորես ինչ ես անելու։ Ու գիտեք, շատ անգամ ես վստահ եմ 100%, ես այս միտքը ասում եմ, շատ եմ այս միտքը դպրոցում ասում։ Գիտեք, ամենավերջին օրը, երբ որ մարդը կանգնելու է Աստծո առաջ, գիտեք ամենաշատ ինչի համար է զղջալու։ Իր կորցրած ժամանակի։ Թե ինչին է իրան ժամանակ տվել։ Իր ամբողջ օրը ինչի է ինքը տվել։ Գիտեք, չգիտեմ, մի ժամ կլինի, ինչքան կլինի, երբ որ մենք ինտերնետի մեջ ենք, հեռուստացույցի առաջ ենք, չգիտեմ, ես իմ ինչ-որ բաների մեջ ենք, վստահ եմ վերջին օր, երբ որ մենք կայնելու ենք Տիրոջ առաջ, ափսոսելու ենք ու ասելու ենք, ինչի ես այդ ժամանակը չտվեցի Տիրոջը։ Այն ինչը, որ դու տեսնելու ես, լսելու ես, մտածելու ես ու խոսալու ես, քո էությունը ձևավորելու է ու դառնալու ես քո տեսածի, քո լսածի, քո մտածածի, քո խոսքերի համաձայն։ Դու տենց ես դառնալու։ Ուզես թե չուզես, սա ճշմարտություն է։ Ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք։ Ես հավատում եմ ու ես տեսնում եմ սրա մեջ մեր ամեն օր, այսի մի բան է, որ մի շաբաթ հետո մենք անես չի դադարելու ենք լսել, մտածել, խոսել, չէ, մենք մինչև Հիսուսի գալուստը մենք այս դռները օգտագործելու ենք։ Ինչպես ենք օգտագործելու։ Մենք ամեն օր սրա մասին պետք է մտածենք ու շատ ուշադիր պետք է լինենք։ Հիմա չգիտեմ, այս խոսքի մեջ ով ինչ, չգիտեմ, առավ կամ իր ներսում ինչ-որ բան բացահայտվավ, թե չէ։ Բայց իմ առաջարկն ու խնդրանքը հետևյալն է։ Եթե ստեղից կգնանք տուն, եկեք այսօրվանից մեր սովորություններին հակառակ ապրենք։ Այն որ սովոր ենք, որ ես հիշեցի, այս վերջերս մեր խմբակում էլ ասացի, Դեվիդ Վիլկերսոնը, երբ որ ինքը իր մասին ասում էր, ասում է, եկեղեցուց ամեն անգամ, երբ որ տուն էի գրում, սովորություն ունեի, հեռուստացույցի առաջ միացնեի, իմ սիրած հաղորդումը նայելու։ Ասում եմ, մի օր Տերը ինձ մի բան ասաց։ Ուզում ես դառնաս Աստծո մարդ, ասել էր հա Տեր, ասել էր հեռուստացույցը ծախի։ Ու արի իմ հետ հանդիպման։ Ու ասում է, ես ապրում եմ, ասում եմ, մեր տունը անտառին մոտիկ էր։ Ասում է, ես ծախեցի իմ հեռուստացույցը ու ամեն օր գնում էի անտառ Տիրոջ հետ հանդիպման։ Ու ինչ որ ժամանակ հետո, երբ որ ինքը փոխվել էր իր էությունը, նոր Տեր իրան ուղարկում է մեծ ծառայության, ու ինքը դառնում է Աստծո գեներալներից մեկը։ Գիտեք, հենց այնց չի, էսի հեքիաթ չի։ Եթե մենք ուզում ենք իրական Քրիստոսի հետ քայլենք, մեզ խանգարող բաները մի կողմ պետք է դնենք, շատ պարզ է էսի։ Այնքան պարզ է, մեկին գումարածում եք, հավասար է 2։ Այդքան պարզ է։ Ուղղակի մենք շատ անգամ այդ պարզ բաների մեջ չենք ուզում, չէ՞ պետք է մի հատ, չգիտեմ, բարդ բան լինի, որ մենք հասկանանք էսի Տերն էր։ Այն որ Տերը խոսում է, չէ՞ պետք է մի հատ կայծակ լինի, չգիտեմ, մի հատ որոտում լինի, այ որ հասկանանք էսի Տերն էր։ Չէ, Տերը շատ մեղմ ու շատ պարզ բան կար ասի։ Ուզում ես դառնաս Աստծո մարդ, սովորությունները թող։ Ու քո կյանքում կգա փոփոխություն։ Առաջարկում եմ հեսա, որ կաղոթենք իրար հետ։ Ուղղակի մտածի, որտեղ ես դու այս 4 ոլորտի մեջ։ Ինչպես ես ապրում եւ ինչ ես անում։ Ու որոշում կայացրու, ասա Տեր, օգնի, որ սրանից հետո այն ինչը որ իմ ներսը թունավորում է, սրանց հետո դրանց մեջ չմտնեմ։